Ըստ ձեզ, հեծը ինչու է պետականացվում, իսկ վիոլա ջուրը ոչ։ Նիկոլին հարցրեք, կաս այդ խփնվածը։ Դե չգիտեմ, երևի կապված քաղաքականության հետ, արդեն Ֆրանսիայի հետ կապերի եւ Ռուսաստանի հետ կապերի։ Այդ ես կառավարությանը պետք է հարցնեք, ես մասնագետը չեմ։ Իշտ ասած չեմ մտածել այդ թեմայի մասին, բան չեմ կարող պատասխանել։ Հեծը պետականացվում է, որովհետև հեծի տերը իրան ճիշտ չի պահում։ Պետության դեմ է դուրս եկել։ Եթե այն մնացածն էլ պետության դեմ դուրս գան, այն մնացածն էլ կպետականացվեն։ Վիոլա ջուրը Ֆրանսիայի։ Եթե դուրս եկան պետության դեմ, ցանկացած մարմին դուրս եկավ պետության դեմ, ուրեմն պիտի վերացվի այդ մարմինը։ Վիոլա ջուրն է պիտի պետականացվի, հեծնել։ Լրիվ պետք է լինի հանրային։ Դրա հերթն է կհասնի երևի։ Կառավարությանը դիք հարցրեք, ինձ ինչ հարցնեք, ես ռաբիատակ տղա եմ, ես ինչ գիտեմ։ Կարծիք չունեք։ Կարծիք ունեմ, եթե ես պետականացնելու ինքան բանկա պետականացնելու մի հատ չէ օր, երկու հատ չէ օր կենտրոնանաս, բազում սեփականաչնորված օբյեկտներ կան։ Պետք է բոլորն է պետականացվի, որովհետեւ ժողովրդին օգուտ եղնի, ոչ թե մեկ մարդու։ Երեխեքի հարցը ուրիշ է։ Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ։ Գլոխի մտել։ Ըստ ձեզ, հեծը ինչու են ուզում պետականացնել, իսկ վիոլա ջուրը։ Էն էլ կանեն էլ։ Սպասում ենք, որ նայել։ Չեմ կարող ասել, դա պետության քաղաքականություն է, կարծեմ կառավարությունն այդ հարցերը պիտի ուղղվի, անձամբ ես տեղյակ չեմ, էլի։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, կներեք։ Ամեն դեպքում կուզենայի, որ բոլորը լիներ պետական։ Վիոլա ջուրը հատկապես խուժանություն է, ամեն րոպե անջատումներ, իբրև թե տրաքելա, պայթելա, չգիտեմ, իզևական բաներ, ամբողջ գիշեր ջուր չի լինում։ Այսօր ես այնքան վնաս եմ կրել, գիշերն անջատել են, պատահական միացրել են, ահա որ վնասներ ունեմ, խողովակներն եմ պայթել, չգիտեմ, չեմ հասկանում ինչա կատարվում։ Իրանք շատ լավ գիտեն ինչ են անում, ամեն դեպքում ես համար դա շատ ահավոր բան է։ Նա էլ պետք է պետականացվի, բայց սկսենք հեծից, էլի, ինձ թվում ավելի ճիշտ կլինի։ Իսկ ինչու պետք է Դա ասեմ, ընդհանրապես ժամանակին գույք պարքի դիմաց բոլորը տրվեց Ռուսաստանին։ Հիմա հարկավոր է դրանք բոլորը վերադարձնել պետությանը։ Դենց ճիշտ է։ Իսկ վիոլա ջուրից ընդհանրապես Նորմալ է։ Ինչի Հայաստանից ուրիշտեղ նորմալ ջուր կա։ Այդ մի ժամն էլ եթե մեզ տալիս են այդ մաքուր ջուրը, որ մենք խմում ենք, մենք պետք է շնորհակալ լինենք, հավատացեք ինձ։ Ես շատ տեղեր եմ մանեկել եւ աշխարհում եւ սովետական միությունում մեր նման ջուր ոչ միտեղ գոյություն չունի։ Հավատացեք ինձ։ Լավ է լինելու։ Կամաց, մի անգամից չի լինում։ Որ այդքան բան իմանայի, քաղաքական գործիչ կլինեի։ Ճիշտ ասած, չեմ կողմնորոշվում, որևէ ասենք հարց այդպես սուր չի դրվել, ինչպես այսօր այդ հարցն է, կուզենայի, որ ժողովուրդը մասնակցեր այս ամեն ինչին, իսկապես հասկանար, ինչու սա այսպես, մյուսը այնպես։ Բայց դուք օրինակ ինչպես եք դա հասկանում կամ վերաբերվում այդ ամեն ինչին։ Գիտեք ինչ, ցավ եմ ապրում, որ մարդիկ, ովքեր ամբողջ կյանքը կարող է դնեն եւ ազգանապատված գործունեությամբ զբաղվեն, մի օր կարող է հայտնվել թշնամու բանտում, մի օր մեր բանտում, այսինքն հայ գործարարները ոնց որ պաշտպանված չեն այլևս, ցավ եմ ապրում։ Որովհետև հեծի նկատմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ ունեն նախանց, հայի նախանց, որ այդ մարդը, ու այստեղ հեծի պետականացնելը Սամվել Կարապետյանի վատություն անելն է։ Թե չէ, տենց որ վեստեր, համեր չգիտեք, այս տեմպով կխլեն այսօր հեծը, եթե տեր չկանգնեն, վաղը կխլեն բանը, գազը, մյուս օրը երկաթ գիծը, Այս սրանցից ամեն ինչ հավատալ է, որտեղ սրանք սոված են եկել իշխանության, սրանք ոչ մի բան հրմյա թող հիշեն իրանց անցյալը 7 տարի առաջ, ու հիմա եկել են քրտինքով աշխատած, գումարների տեր դարձած միլիոն, միլիարդ տերերի հետևից են ընկել, չի կարելի։ Սա ուղղակի չարություն է, հայի չարություն ու փոքրոգություն։ Ճղճիմ մտածելակերպ, ամոթ է, դնեն տաշիր պիցաները փակեն, նկարները հանեն,
Մարդ այդքան նախանց կլինի։ Որովհետև իրանք ինչ են, կիսասոված են ապրել, նայում ենք էլի, մենք եթե իրանք մոռացել են, մենք լավ ենք հիշում իրանց անցյալը։ Իսկ այսօր սրանց նման թալան, որ այդքան խոսում են նախկիններից, երբեք նախկինները սենց թալան չեն արել։ Երբեք։ Ճիշտ է, ամեն մեկ իր հնարավոր չի, ասում է մեղրի բոճկան, որ դնում ես մարդը մեղրը հանում, մի հատ մատով, իսկ սրանք շերեփներով են տանում։ Ալեն Սիմոնյան, դու ով էիր, Նիկոլ, դու ով էիր, նույնը այդ անտեր ինչա, Արարատ Միրզո և բոլորը, հերթով չթվարկեմ, ով էին իրանք 7 տարի առաջ։ Բերեցին Քոչարյանը, բանի Արցախի նախագահ էր, այդ մարդուն առանց ամաչելու, ծակ կոշիկով է եկել, Զապարոժեցով է եկել, ես չգիտեմ, որ Արցախի նախագահը կարա այդքան աղքատ լինի, բա դուք ոնց եք եկել։ Այդ ասածները ձեզ է վերաբերվում, ոչ թե նախկիններին, կամ նախկինները տես թալան չեն արել։ Ճիշտ են խոսում մարդիկ, Աննա Հակոբյանը Սաշիկին տվեց անցավ, Սաշիկի 100-ը պատիկն է, գիտենք էլի ամեն ինչից էլ տեղյակ ենք, չի կարելի, ու հիմա հեծ են խլում, ինչ ես խլում, ոնց որ պղնձամոլիբդենը խլեցիր, հենց էլ հեծն ես ուզում խլես, տա աստված, այնքան խելացի, այնքան գիտակից ձևով պայքարեն, հեցի Սամվել Կարապետյանի հիմիկվա այդ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ այ ազգանը չեմ հիշում, շատ խելացի գրագետ, և ընտանիքը, բոլորը ես կուզեմ պայքարեն ու սրանք ոչ մի բանի չհասնեն, լավ սովորել են, ես խլեն, սուպերմարկետները խլեն, հետո, ու դուք ինչից եք խոսում, ժողովրդավարությունից, ինչ ժողովրդավարություն, ռեկետի Հայաստան եք դարձել, հանցագործության, նարկոմանների, դուք երբևիցե տեսել եք Հայաստանում ես, ուր այդքան նարկոտիկ եկավ տոննաներով, այրելը չտեսանք, ոչնչացնելը չտեսանք, բայց իրանց հարստանալը տեսանք։ Հիմա ինչի եք կպել հալալ քրտինքով աշխատած, միլիարդատեր դարձած, հարգանքով, պատվով, աշխարհով մեկ ճանաչված Սամվել, ես անձամբ չեմ ճանաչում, և պարտադիրել չի, որ ճանաչեմ, բայց ուղղակի իրականությանը պետք է նայես բաց աչքերով, ու նորից եմ ասում, իրանք, թող 7 տարի առաջ հիշեն իրանք ով էին, որ մարդիկ ճիշտ են ասում, մտնում էին կաֆե, նայում էին, թե ով իրանց մի բաժակ սուրճ կա, կամ Նիկոլի տունը տեսանք, արդեն պարզ է էլի ով են, ինչ են, ոնց են ապրել, իսկ այսօր թալանի արդյունքն է, իրանց նման թալան չի, իրանց նման ռեկետյոր չկա, չի էլ եղել, չի էլ լինի։